Էլեն Խաչատրյանը Facebook-ում տեսել է գլխավոր դրամատան հայտարարությունը եւ առանց վարանելու կամավոր ինքն առաջադրվել։ Լսել էի անցյալ տարիներին, թե ինչպես է անցել եւ այս անգամ ցանկացա ներսից դիտել ամեն ինչ եւ ասեմ, որ ինձ տվեց շատ մեծ փորձ։ Կենտրոնական բանկը երրորդ տարին է իրականացնում քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման ծրագիրը «Իմ ֆինանսների ամիսը»։ Թիրախում երիտասարդներն են։ Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում մարզերի եւ Երևանի երիտասարդների համար կազմակերպվել են տասնյակ ինտելեկտուալ մրցույթներ, շրջագայություններ ֆինանսական կառույցներում, բանավեճեր, սեմինարներ։ Ֆինանսական գրագիտությունն ու պատասխանատվությունը Կենտրոնական բանկը նաեւ մշակույթի միջոցով է զարգացնում։ Ես պատկերացրի Գլխավոր դրամատան նախաձեռնությանը միացել է նաև պետական ու մասնավոր շատ կառույցներ, կրթել են, ստուգել գիտելիքները, ֆինանսների աշխարհը ներկայացրել երիտասարդներին։ Կենտրոնական բանկի պաշտոնյաները ամփոփելով միամսյակը բացում են փակագծերը։ Միջոցառումներին մասնակցել է մոտ 5000 քաղաքացի, թիվը ռեկորդային է։ Գրանցումները ավելի շատ էին, քան մենք ի վիճակի էինք այս տարի սպասարկել։ Մասնակիցների քանակը կրկնապատկվել է։ Ով է համարվում պոտենցիալ վարկառու, ինչպես պետք է հաշվել վարկերի տոկոսները, ում վստահել սեփական միջոցները, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարությունից։ Քաղաքացիների եկամուտների ու ծախսերի պլանավորման արդյունավետությունը գնահատում է Կենտրոնական բանկը։ Ընդհանուր մակարդակի ունակությունների բնակության գնահատում էր մոտ 44%։ Իսկ ֆինանսական գրագիտությունը դա ոչ միայն ֆինանսական ծառայությունների մասին ընդհանուր գիտելիքներ ունենալն է, օգտվելու կարողությունները ֆինանսական ծառայություններից, այլ ինչպես պլանավորել սեփական եկամուտները։ Իմ ֆինանսների ամիսը ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մի մասն է կազմում։ Այն նպատակ ունի բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը եւ նպաստել երկրում ֆինանսական կայունությանը։ Լիլիթ Ասլանյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։